Ուրեմն հիմա ես շատ կարճ անդրադառնամ, քանի որ դրսում եմ գտնում այդ Փաշինյանի հերթական անգրագիտությանը, տգիտությանը, ապա տեղեկացմանը։ Ուրեմն տեսեք, այս ապուշը ինչ է, ապուշ, լիովին ապուշ, էլի մարդ անցավ խանգարել։ Էլ չասած դու ով ես պահանջ ներկայացնես ընդհանրապես, դու քեզանով պղծություն, եկեղեցականներին։ Բայց սա ուղիղ սուտ է, տգիտություն։ Նման պահանջ չկա։ Ուրեմն տեսեք ինչ է գալիս մեզ ապուշը։ Ով կուսակրոնականությունը չի հրաժարվի, նա չի կարող լինել եկեղեցական։ Այ այլանդակ, դու ով ես կարողա Պողոս Առաքյալն ես, կամ կարողա Պողոս Առաքյալից բարձր ես։ Նման պահանջ եկեղեցականներին երբեք չի եղել, հակառակը Պողոս Առաքյալը ոչ միայն քրիստոնյաներին թույլատրել ունենալ միայն մեկին, որտեղ մնացածը դա արդեն մեղք է, բայց նաև դա թույլատրություն է եկեղեցականներին, եկեղեցու ծառայողներին ունենալ մեկին։ Այ տահակ լկտի սատանա Փաշինյան, սա մեկ, երկրորդը, դու ով ես, տեսեք, պղծանքը, պղծությունը ուրիշից պահանջում է կուսակրոնության ուխտ պահպանել։ Ես երեկոյան ավելի ճշգրիտ կասեմ։ Դու այլանդակ, անորեն զբաղեցրած, զապտած իշխանական աթոռը, անորեն, լիովին անորեն, դու ով ես, որ ամեն ինչը պղծում ես Հայաստանի Հանրապետության մեջ, բարոյականությունից սկսած, ամեն ինչը, դու ով ես, որ ուրիշի պահանջ ներկայացնես։ Դու ով ես, որ հասարակության անունից խոսել, հասարակությունը իրավունք ունի իմանալ, թե քեզ ոնց է Միացյալ Նահանգները Սերժիկին շանտաժանելով նստեցրել այդ անօրեն կերպով այդ աթոռին։ Հա, եւ մոռացա, իսկ եթե եկեղեցականների մեջ գտնվում են այնպիսիք, որ ցանկանալով նվիրել իրեն Աստծուն, մնալ կուսության մեջ եւ այլն, դա իրենց անձնական ցանկությունն է, անձնական ընտրությունն է։ Ես կրկնում եմ, նման պահանջ չկա եկեղեցականներին, այլանդակ սատանա Փաշինյան։